Կրսկագեղձի քաղցկեղի ժամանակ մենք տասնյակ տարիներ առաջ, որ չունեինք այս գիտելիքը իր կենսաբանական տվյալների, մենք բոլորին նշանակում ենք քիմիաթերապիա։ Կլիներ դա լրացուցիչ ադյուվանտ, թե կլիներ մետաստատիկ տարբերակ, բոլորը ունեն քիմիաթերապիա, մի 2-3 սխեմա էր անտրացիկլիններով, ցիկլոֆոսֆաններով եւ այլ, եւ մենք տեսնում ենք, որ արդյունքները հաճախ չեն համապատասխանում մեր նշանակած բուժումից։ Եվ այստեղ է գալիս այդ կարևորությունը, որ ես նշեցի։ Եթե նա ունի ոչ ագրեսիվ ընթացք, եթե հեռ երկունյուն բացասական է, Q67-ը ցածր է, քիմիոթերապիան գրեթե չի օգտագործվում, որտեղ բջիջները շատ դանդաղ ընթացող են, դանդաղ զարգացող։ Նույնիսկ մենք այս դեպքերում համարում ենք, որ սա քրոնիկ հիվանդություն է, այո, չարորակ ուռուցք է, բայց նա համեմատվում է ուրիշ քրոնիկ հիվանդությունների հետ, օրինակ տարբեր թոքաբորբեր, տուբերկուլոզներ եւ այլ, նույնիսկ սիրտանոթային հիվանդությունները կամ դիաբետը, բոլորը քրոնիկ հիվանդություններ են, նույնը այս քաղցկեղի տարբերակներն են, եւ քիմիոթերապիա չի արվում։ Բայց իհարկե այն դեպքերում, եթե ուռուցքը ագրեսիվ է եւ պետք է ստանալ շուտ արդյունք, եթե կան գանգատներ, կան օրգանների ախտահարումներ, այսպես կոչված վիսցերալ կրիզներ, քիմիոթերապիան գալիս է առաջ։ Եվ քիմիոպրեպարատները դուք երևի լսած կլինեք, իրենք էլ քիչ չեն, մի քանի տասնյակ, բայց մենք օգտագործում ենք մի քանիսը։